Ինչն է պակասում Հայաստանի հարավային դարպասի մոտ ապրող մարդկանց։ Բոլոր խնդիրները մի կողմ, մեկ կարևոր բան, որ ուզում են խլել իրենցից։ Ազգային տրամադրությունը, փոխսերը Եվ ուրեմն մարդիկ վստահ են փոփոխությունների ժամանակներ։ Մեղրեցիները գիտեն, Նարեկ Կարապետյանը վերահաստատում է. Հայաստանը կարևոր ջրբաժանի առջև է, որի ուղիղ կենտրոնում Սյունիքն է, ավելի կոնկրետ՝ Մեղրին։ Մենք պետք է որոշենք, մենք ինչ ապագա ենք ուզում մեր երկրում ունենալ։ Մենք ուզում ենք մեր երկրում ունենանք հավասարակշիռ լուրջ ղեկավար, թե ունենանք մարդ, ով ամեն օր մի նոր հետաքրքիր նյութով համաշխարհային մամուլին մեր վրա, չեմ ուզում ասեմ ծիծաղելու, բայց զարմանալու առիթ է տալիս։ Որ պարզ լինի ինչ ճանապարհ է բռնել Հայաստանն այս իշխանության օրոք, պետք է նախ հարևաններին նայել, ապա հետ շրջվել ու տեսնել, ինչ է կատարվում մեր երկրում։ Պատկերը հուսադրող չէ։ Թուրքերը ինչ են անում։ Թուրքերը զարգացնում են իրենց նավատորմը, տեխնիկա են զարգացնում, ճանապարհ են բացում դեպի Չինաստան։ Ադրբեջանցիները ինչ են անում։ Կապում են Թուրքիայի հետ, ճանապարհ են ուզում, զարգացնում են իրենց տնտեսությունը, ռազմական ուժն են զարգացնում, Կասպիան ծովով նավահանգիստներ են կառուցում, ինչ ենք անում մենք։ Մենք կուկուրուզ ենք ուտում։ Մտնում ենք մետրո, երեխեքի հետ իրար քաշքշում են։ Կռիվ ենք անում սաղորը։ Ինչ ենք անում, էլի։ Այս լուրջ աշխարհի էս փոփոխությունների ֆոնին։ Մայրաքաղաքից մոտ 400 կիլոմետր հեռու Ագարակում բացվում է ուժեղ Հայաստանի նոր գրասենյակը, սյունեցիների համար պայքարելու, միասնաբար գործելու նոր հասց է։ Համախմբում ենք իրար կողմ, որ մի ձեռասմատ ծափ չի տալի։ Այդ եմ ուզում, այդ Հայաստանն եմ ուզում, որ իրար կողքիլ ենք, իրար սիրենք, այդ ատելությունը բերանա։ Մենք վստահ ենք, եթե ուժեղ Հայաստանը անցավ ամեն ինչ էլ փոխվելու է, լավ է լինելու։ Մեր վարչապետը Սամվել Կարապետյանն է, որ այս փոքրիկները լավ ապեն, ուրախ ապեն։ Սամվել Կարապետյանը մեծ հույսեր ունենք։ Լավ բան ապետ է, ղեկավար ապեն մեր ժողովրդին էս կրակից հնը։ Արթուր Միրզոյանը պատերազմում որդուն է կորցրել։ Ուժեղ Հայաստանում ուզում է վերանան բոլոր պառակտումները, բաժանումները, բայց եւ արդարադատության առջև կանգնեն բոլոր մեղավորները։ Մենք պիտի ստե ապրենք, մնանք իմ տղուս գերեզման ստեղա, ես ստե չեմ թողնի գնա։ Ու մնալու է, ես համոզված եմ, միջանց չինել ոչ մի բան, չինելու ամեն ինչ իրա նորմալ ձևով գնալու է, նոր կառավարություն ու գալուց հետո։ Իսկ հիմա ապրում եք պայթունավտանգ վատ վիճակում, որովհետեւ անտերության մեջ եք, չունեք ղեկավարություն, չունեք մեր գլխին տեր, որ մեկը մեր թշնամու հարց տալուց հետո նորմալ պատասխան տա չկա։ Ագարակում ուժեղ Հայաստանի այցն ամփոփվեց համաշխարհային պատերազմում զոհված ագարակցիների հիշատակի հուշարձանի մոտ, ծաղիկներ խոնարելով։ Բաժանորդագրվեք Արմադ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։